Պատերազմի պարտությունից հետո ամեն ինչ ավելի պարզ դարձավ, թե ով է։ Եվ որքան մոտենում են կրկեսային ու կեղծ ընտրություններին, մեր երկրում համատարած դավաճանություն ավելի ակնհայտ է դառնում, որովհետև հենց այս ժամանակներում բոլորի իսկական դեմքերը լրիվ բացահայտվում են։ Աստիճանաբար ավելի պարզ է դառնում շատերի համար, որ այս ամբողջ ազգադավ նեոբոլշևիկյան համակարգը մինչև արմատները փտած է, եւ հետեւաբար իրական ու դրական փոփոխություն կարող է առաջացնել միայն այն քաղաքական ուժը, թեպետ առայժմ փոքրաթիվ, որն ամբողջությամբ դուրս է այս համակարգից եւ ամբողջությամբ դրա դեմ։ Համակարգից լիովին դուրս կանգնած նման քաղաքական շարժման կամքից ու վճռականությունից միայն կարող է առաջանալ իրական ազգային հեղափոխություն։ Պատերազմի պարտությունը ու մեր թշնամիների կողմից Արցախի գրավումը մեծ վերք բացեց, բայց Հայաստանի քաղաքական էլիտան այդ վերքը բուժելու փոխարեն ուղղակի փաթաթելով ծածկեց այն, որի արդյունքում հիմա սկսվում է ամեն ինչ ներսից ավելի շատ թարախակալվել, եւ այդ թարախը նրանք գնալով չեն կարողանում թաքցնել։ Քաղաքական դաշտում տեսնում ենք համակարգի ազգուրած ծառաներին, թե նրանք ինչպես են անպիտան կոալիցիաներ ու դաշինքներ կազմում, սիջելով իրենց գաղափարներն ու սկզբունքները, որպեսզի կարողանան ազգային ժողովում տեղ զբաղեցնել։ Իսկ մենք նրանց նման չենք վարվում, որովհետև մենք նրանց նման չենք ու նրանց նմանների հետ ընդհանրապես ոչ մի ընդհանրություններ չունենք։ Թող նրանք կոմպրոմիսների գնան ու խորհրդարանում աթոռների համար պայքարեն, որքան ուզում են, շարունակելով իրենց վարկաբեկել ու հեղինակազրկել։ Մենք կշարունակենք պատրաստվել անխուսափելի իրադարձությունների համար։ Երբ մեր հայրենիքը կանգնի այդ անխուսափելի մարտահրավերների առջև, մարդիկ այլևս չեն փնտրելու, ոչ էլ հանդուրժելու են զիջումների գնացող եւ փողին մեռած քաղաքական մարմնավաճառներին ու նրանց հայադավ խմբավորումներին։ Նեոբոլշևիկյան թղթետնակը բառից բուն իմաստով մի գիշերվա մեջ փլուզվելու է գալիք փոթորիկի քամու հարվածից։ Այդ ժամանակ մեր հայրենակիցները բնազդաբար գնալու են կարգապահ, եռանդուն, անկախ, նվիրված ու կամքով հզոր ուժի հետևից։ Մենք սա քաջ գիտակցում ենք, դրա համար մենք շարունակում ենք մեր գործունեությունը, քանի որ եթե մենք դա չանենք, ուրիշ ոչ մեկը չի անելու։ Վերին ուժերի կողմից մեր ուսերին է դրված այս ծանր, բայց նաև պատվաբեր պատասխանատվությունը։ Դրա համար մենք չենք կարող ու իրավունք չունենք դրանից հրաժարվել։